Արգանքներ է ժողովուրդ ջան, ուզում եմ դիմեմ մեր Էջմիածին քաղաքի սիրելի բնակիչներին եւ Արցախից բռնի տեղահանված մեր ժողովրդին։ Այս տարածքով որ սենց անցնում եք, չեք նկատում, որ Արցախի դրոշը չկա։ Ուր է Արցախի դրոշը, սիրելի Էջմիածնիցներ, ոչ մեկի չի հետաքրքրում մի հատ բարձրաձայնեք այդ հարցը։ ՔՊ-ականներ կարկառում ինքն է։ Facebook-յան հարթակներում կարում եք աբլոշկաներ տեղադրել, Արցախի դրոշ տեղադրել, այսինքն օնլայն հարթակում եք մենակ Արցախի դրոշը կարում պաշտպանել, ռեալ կյանքում խանգարում է ձեզ փաստորեն Արցախի դրոշը։ Թե ձեր բրիգադիր Նիկոլը պիտի գար Էջմիածին, հրաման եք ստացել, որ պիտի կտրվի այդ տրուբեն ձողը, երկած ձողը, էլի նենց էլ չի, որ միթիկա է, որ չտենակ, ասեմ չեք տեսել։ Աշխատում եք, բայց լավ չեք աշխատում։ Հասկանում եմ, որ ձեր բրիգադիրին պիտի գոհացնեք, որ նման բաներ տեղի չունենա Էջմիածնում, չէ որ բրիգադիր մարդը, պիտի գար Էջմիածին, ոնց կներ Արցախի դրոշը տենար, հետո նյութ պիտի տեղադրեք ու երևար Արցախի դրոշը ձեր բրիգադիրի շեֆերը Էրդողանն ու Ալիևը կարող է ջղայնանային, երևի դրա համար չեք դրել, տենց կտրել եք, էլի խանգարում եք։ Սիրելի էջմիածնիցիներ եւ արցախցիներ, հետաքրքրվեք, սա ինչքանով որ իմ խնդիրն է, երկու այդքան ավել ձեր խնդիրն է, ես ասեցի չբարձրաձայնեմ, չխոսամ, բայց չի ստացվում, ոնց որ ոչ մեկի չի հետաքրքրում Արցախի դրոշը։ Իսկ TikTok-յան ու Facebook-յան հարթակներում, որ թերթում ես, մի հատ մասակա, որ Facebook-ով ու TikTok-ով Արցախ են փրկում, Արցախ են գովերքում, Արցախ գովերքել պետք չի օնլայն հարթակում, պայքարեք ռեալ, թույլ մի տվեք, որ ՔՊ-ականներ իրանց բրիգադիրի խաթր հանեն այս տարածքում տեղադրված Արցախի դրոշը։ Իդեպ այս Արցախի դրոշը տեղադրվել է Արմեն Ալեքսանյանի շնորհիվ մի քանի ամիս առաջ եւ նորից ձեր բրիգադիրի գալու պահերներ էլի հանվեց, էլի նորից դրվեց։ Մուկն ու կատու ենք խաղում, էլի դուք հանում եք, մենք դնում ենք, դուք հանում եք, մենք դնում ենք։ Ամենայն արգանքով։